Երեկվանից իրավիճակը Սիրիայում կտրուկ սրվել է, ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ է, համայնքում մեծ անհանգստություն է առավոտից սննդի տեղորայքի պաշար են կուտակում, պատրաստվելով հնարավոր երկարաժամկետ զարգացումների։ Շատ խառնաշփոթ վիճակ է քաղաքը, պատրաստվենք, որ բոլորը դուները լան ինչ պատրաստելա։ Հիմա չեն զարներ, բամը չի գա, բայց ժողովուրդը խառնաշփոթ վիճակի մեջ է, անշուշտ դպրոցները կոց են, մեկը գործի չեկացած, գործադեղերը կոծած են։ Կսպասենք ամեն մեկը ապահով դե, որովհետեւ երբ որ բամը լա, ապահովված ենք։ Հալեպի Գանձասար հանդեսի խմբագրի դուստրը Անի Պողիկյանը հայտնեց, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկն արդեն վերածվել է ապաստարանի։ Բախումների հարևանությամբ բնակվող հայերին, եթե չեն ցանկանում տանը մնալ, առաջարկվում է եկեղեցի տեղափոխվել։ Եվ բժշկական, եթե որևէ բանի պետք ունենան, օգնության խաչը տարմանադունը պիտի ապահովի իրենց նորքյուղի տարմանադունը։ Եթե ասված չնե պետք է լավ, այսինքն վիրավորվի մեկը եւ այլն։ Տեղեկություններ կան հայերի շրջանում, տուժածներ կան։ Դեղեցություն չարին մարդկային վնասներու, ոչ։ Իսկ որքան է հեռու հայկական թաղամասը։ Հեռու չէ, մոդիկ է, այսինքն նորքյուղը այս շրջանի հետ քիզ է ուղագի։ Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ գրասենյակը չեն փակելու, կընդունեն դիմումներ, հայազգի տուժածների մասին չի հաղորդվել։ Սիրիայի պետական աղբյուրները հաղորդում են, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Կառավարական ուժերի եւ քրդերի առաջնորդած դեմոկրատների միջև հրադադար էր հաստատվել, որի ավարտին սակայն պարզ դարձավ, որ կողմերը համաձայնության չեն եկել։ Այսօր արդեն բանակը մինչև ժամը 15 ժամանակ տվեց քրդերի վերահսկած շրջանների խաղաղ բնակիչներին հեռանալու համար։ Դատելով կադրերից մարդիկ զանգվածաբար լքում են բնակավայրերը օգտվելով միջանցքից։ Գործողությունները համակարգող Ֆայսալ Ալին ասել է, որ անում են ամեն ինչ, որ խաղաղ բնակիչները չտուժեն։ Քաղաքացիական պաշտպանության ուժերը զգոն են անցակետերում, որտեղից ընտանիքները մեկնում են։ Մենք նրանց անվտանգ տեղափոխում ենք, ուր ուզում են, այդ թվում ապաստարաններ։ Վերջնաժամկետի ավարտին արդեն Սիրիայի բանակը հաղորդեց քրդաբնակ թաղամասերի ռմբակոծությունը սկսելու մասին։ Դամասկոսը քրդական դեմոկրատական ուժերի բոլոր դիրքերն այսուհետև համարում է օրինական ռազմական թիրախներ։ Ընդ որում կողմերը միմյանց են մեղադրում բռնությունների համար։ Քրդերը համոզված են, որ Սիրիայի նոր իշխանությունները ցեղասպանական պատերազմ են հրահրում, կառավարական ուժերը պնդում են, որ դեմոկրատական շարժումն է թիրախավորում խաղաղ բնակիչներին։ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո քրդական հարցը Սիրիայում դեռ հիմնական բաժանարար գծերից է։ Քրիստոնյա հայերը անցած 1 տարում զգուշավոր սպասման մեջ են ապրում։ Ամեն մարդ սպասումի վիճակի մեջ է։ Նա ինքնիսերից աստծո վրա տրած ենք։ Հայերին տները լքելու հորդոր առայժմ չի տրվել։